Վաշինգտոնյան համաձայնությունների ենթակառուցվածքների կտորին անդրադառնամ, չափազանց կարևոր է հարգելի գործընկերներ եւ մեզ հավանաբար հիմա կամ հետո դիտող հայրենակիցներին եմ ուզում նաեւ խոսքս ուղղել, չափազանց կարևոր է հասկանալ, արձանագրել, որ խոսքը մեծ ապաշրջափակման մասին է։ Այսինքն հիշենք, Հայաստանը 30+ տարիներ գտնվում էր շրջափակման ներքո եւ հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել կամ եթե իհարկե հարկ լինի կառուցել նոր ենթակառուցվածքներ, միմյանց միջև տրանսպորտային ենթակառուցվածքները։ Սա առաջին հերթին նշանակում է Հայաստանի ապաշրջափակում մեր համար, իհարկե նաև այս ապաշրջափակման ջանքերը ներառում են, ես հասկանում եմ, որ ցանկություն առաջանում է երբեմն նեղացնել այս թեման, հանգեցնել Ադրբեջան, Նախիջևան, ուրեմն կապին, բայց մեծ ապաշրջափակման ջանքերը համաձայնեցված սկզբունքների ներքո ներառում են նաև Ադրբեջան, Նախիջևան կապը, ընդ որում ենթակառուցվածքը, որով այդ կապը օրինակ պետք է իրականացվի, նույն կերպ շահագործվելու է եւ օգտագործվելու է կրկին Հայաստանի Հանրապետության կողմից։ Եվ ուրեմն, որոնք են այդ սկզբունքները, որոնց ներքո կամ որոնց շրջանակներում տեղի է ունենալու այդ մեծ ապաշրջափակումը։ Կրկին սկզբունքները հանրահռչակված են, բայց քանի դեռ մեկ է նույնիսկ հանրահռչակված հանրային տեքստերի դեպքում մանիպուլյացիաները կարող են շարունակել, նորից ուզում եմ ընդգծել, ուրեմն տարածքային ամբողջականության սահմաններում շրջանակներում է լինելու ապաշրջափակումը, սահմանների անձեռնմխելիության ճանաչմամբ, երկրների լիակատար ուրեմն ինքնիշխանության եւ իրավազորության հարգմամբ եւ իհարկե փոխադարձության սկզբունքը եւս պահպանված է։ Ուրեմն նորից այն ինչ որ կապաշրջափակվի, այդ թվում եւ Ադրբեջան, Նախիջևան, ուրեմն հաղորդակցությունը գործելու է ամբողջապես մեր մասը, կոնկրետ հատկապես այն ինչ որ մեր տարածքում կգտնվի, գործելու է ամբողջապես Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։ Հիշում ենք ամիսների, տարիների, ուրեմն խոսակցություններ են մասին, որ այս ենթակառուցվածքներ հանձնվելու են որևէ երրորդ երկրի վերահսկողության, կային երկրներ, որոնք քննարկվում էին որպես թեկնածուներ երկրների, որոնք անվտանգային կամ զինված ուժեր են տեղակայելու այդ ենթակառուցվածքների ուղղությամբ, սիրելի գործընկերներ, սիրելի հանրություն, ահա տեսնում ենք, որ այդ ամբողջը այդ մանիպուլյացիաները եւս հոդս ցնդեցին։ Նույն Վաշինգտոնյան համաձայնությունների շրջանակներում Հայաստանը եւ Միացյալ Նահանգները պայմանավորել են, որ միասին կհիմնեն եւ ջանքեր կգործադրեն թրիփ ուղու իրականացման ուղղությամբ, սա կլինի ըստ էության այն հայ-ամերիկյան ընկերությունը, որը որ կտնօրինի եւ կշահագործի այդ կապուղին, Իդեպ այս կապուղին կարող է արդեն ակնհայտ է նաև տեքստից հուսամ գիտեք, որ կարող է ներառել ոչ միայն օրինակ երկաթուղային հաղորդակցություն, այլև էներգետիկ, չգիտեմ, էլեկտրական հոսանքի, ուրեմն գծեր, գազատարներ, նավթատարներ եւ այլն, որևէ ենթակառուցվածք այլ տնտեսական կամ տրանսպորտային։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։